Սալու տեղ չի, բայց ուզում եմ երկու բերան խոսամ ասեմ, մեր երկրի մասին, ես հայրենիքից չեմ, բայց ես հոգով, սրտով նվիրված եմ իմ երկրին։ Ես 44 օրվա պատերազմից հետո ընտանիքով լաց ենք եղել մեր երկրի համար, մեր հողի, մեր ջրի համար, բայց մեր հայ ժողովուրդը պատերազմից հետո չհասկացավ, նորից ընտրեց ինչ-որ մեկին, որ երկիրը տանի կործանման։ 44 օրվա պատերազմի ժամանակ ամբողջ սպուրկը ոտի էր կայնած, սպասում էր մի բանի, որ մենք հաղթելու ենք, բայց մեր ղեկավարներից ինչ-որ մեկը, կարամ անունն էլ ասեմ, Արսրուն Հովհաննեսյանը, կշերցրեք հաղորդում էր հայ ժողովուրդ, հավատացեք ինձ, ես վստահ ես ասում եմ, հաղթում ենք, հաղթելու ենք ու հաղթելու ենք։ Գյորբագյոր ենք անում։ Գյորբագյորբ ենք անելու, բայց իտոք ինչ եղավ, ինչ արին մեր ժողովրդին, 10,000 հոգու երեխու գլուխ կերան, 5,000 հոգու երեխու գլուխ կերան, ցավը տանեմ, 5,000, 10,000 էլ վիրավորվան այդ ջահելները, ափսոս չէին, բոլորս պատրաստ էինք, սպուրկը պատրաստ էր, այդ անասունը, որ չկային էր, չասեր հաղթելու ենք, ամբողջ այդ 13 միլիոն սպուրկը 12 միլիոնը ոտի էին կայնած, բոլորս, 3 տղա ունենք, ես 3 տղեկիս հետ պատրաստվել ենք, որ մասնակցենք, պատմության մեջ ցենց բան չէր եղել, 3000 տարի անցել է, որ մենք հաղթանակ ունենանք, մեր փոքր Արցախը հետ բերենք, այսօր Արցախի անունը ոչ միտեղ չի շոշափում, ես իմ հայ ժողովրդին մի բան ունեմ ասել, գքա 150 տարի իմ թորս էլ կարող չտենա, Քոչարյանի արձանը ոնց որ նժդեի կողմն են, այս խոսքերը ոչ մեկ չի ասում, ես եմ ասում, Քոչարյանի արձանը կկանցնեն նժդեի կողմը, որպես հաղթանակած տարած երկրի ղեկավար։ Այսօր լաց եմ ելնում, տանջվում եմ, բայց ինչ անեմ, կորցնելու ենք, այս փոքր երկիրը կորցնելու ենք։ Դուք որտեղից եք եկել եւ Չեմ ասի որից եմ եկել, ես չեմ ուզում, ես հատուկ նկատեմ այսօր ես այսօր ես իմ տղուս հետ եմ եկել, 3 տղա ունեմ, ցավը տանեմ, ես ժողովուրդը չեն նայում, այն միտինգը, որ արեցին, հեղափոխություն արեցին, իմ աղբոր երեխեքը ուրախացել էին, հայ ժողովուրդը ուրախած, առանց մտածելու ոտի էին կայնել բոլորը, ուրախությունով եկան արեցին հեղափոխություն, ծափ էին տալի, այն դմբուկներով, որ զարգում էին, ուրախանում էին, դրանց մեջից, այն տերասանները, զազվում եմ այդ տերասաներին ես նայելով, ցավը տանեմ, որովհետև այդ տերասանները այսօր փողոցներում ես տենում եմ, կանցնում են, հարցնում են, ասում են երկու բառ ասա, ժուրնալիստները ինչ են ասում, մենք քաղաքականություն անասուն, ես անձամբ քեզ տեսել եմ, դու ոտի վրա կայնած միտինգներին մասնակցում ես, այսօր կայնել ես, երկիրը քանդեցիր, այսօր կայնել ես, ասում ես, ես քաղաքականությունով չեմ զբաղվում, հա? Այս ինչ էր արեցիք։ Շատ բան եմ արել, պրոստը դուք ինձ չեք ճանաչում, ձեր ցավը տանեմ, ես իմ այս զոհված տղեկ հիմար շատ բան եմ արել։ Չեմ ուզում ներկայանամ ինչ ոնց, բայց ձեր ցավը տանեմ, ինչ անեմ, լաց եմ ելնում, կշերցերեք լաց եմ ելնում։ Մեր ես հողի ջրի հիմար։ Ասորին մի հատ ընկեր տղա ունեմ, միլիարդատեր, ասմա ձեր ցավը տանեմ։ Գուզե այս մոլորակի վրա մի փոքր կտոր հողը լեր մեր դրոշի այդ հողի վրա ալներ։ Բայց մենք ունենք, մենք կործանում ենք, մենք մեր ձեռով կործանում ենք մեր երկիրը։ արցախցիներին ասում էին մնայք կռվեիք։ Ես արցախցուն ցավը տանեմ։ Ժողովուրդը չեն հասկանում, թե Արցախն ինչ բան է։ Հարցնում եմ, ես շատերին եմ հարցնում։ Մեսով Մաշտոցի առաջի դպրոցը եղել է Արցախում։ Արցախ բառը ասում եմ, ինչ է, մարդիկ չեն հասկանում։ Հələ ժուրնալիստներ են Փակշուկայի մոտ, հրապարակի մոտ, կինո Ռասիայի մոտ։ Ժողովրդին արա ես անենց եմ վրթորված ժողովրդից էլ։ Ցավը տանեմ, արա մարդիկ իրանց քարտեզի վրա իրանց երկրի տեղը չգիտեն, բայց այնպես բաներ են խոսում, այնպես բաների մասին են ասում։ Արա ժողովուրդնով են, որ ժողովուրդը ընտրեն ղեկավար։ 10 հոգի մարդ գիտեն, պասպորտ ունեն, բայց ցավը տանեմ, նրանք գաղապար չունեն, քարտեզի վրա իրանց երկրի տեղը չգիտեն։
Հələ մի հատ մոլորակի վրա ցույց տվեք մի երկիր ամերիկան ասում են, արա սարկած է սա, ցավը տանեմ, այդ սա գործողությունները սարկած է, բերում են իրանց ուզած մարտին են տնը։ Ոչ թե տնում են այն մարտին, որ երկիրը կանդի։ Այու բեն չի ջոգում, երկրի տեղը քարտեզի վրա չգիտի, անդրության է այդան։ Ում անդրեմ, ինչ անեմ ինքը չի հասկանում։ Ու այս ձևով մեր երկիրը 30 տարի խոսում են ինձ հարցը, ես ասում եմ, այդ ձեր ցավը չեն ճանաչում։ Կիպրոսի կեսը Թուրքիան գրավեց։ Մինչև հիմա աշխարհը չի ճանաչում, բայց այն մարդն ասում է իմն է, իմ տարածքն է, Կիպրոսն իմն է։ Խի գրավել են, խի չեն կարան պահեն։ Կներեք ինձ։ Այս խոսքերս երևի մնա։ Ես ասում եմ 150 տարի Քոչարյանի արձանը կանցնելու են այդտեղ։ Իմ նման տղեկը գիտեն հաղթանակով տարան։ Քոչարյան կերան թալանի, դու զազվասիկ ձեր կերան թալանի, կերակ թալանի, իշքան կարելի է այդ խոսքերն ասել, այ մարդ։ Այդ որ թակավորը չի ուտել։ Ինչա հողը քանդեն մտնեն, հողի տակ ապրեն, որ ձեր դուրը կա։ Միակ փրկությունը, որ ես դուրս եմ եկել իմ հայրենիքից, աշխատելա պետք։ Չեն աշխատում, էս շշ դուրս են տալի ժողովուրդը։ Այդ որ դուրս եմ եկել, ինձ բերել են, ասել են, պրեզիդենտը կանչասը, արի ցավը տանեմ, արի քեզի ամեն ինչ կդամ։ Չէ, քարդինկով, տանջանքով։ Ես դեռ ինստիտուտ եմ վերջ ասել, ցավը տանեմ, ստեղ եմ ծնվել մեծացել։ Ոչ անուն ազգանունս կասեմ, ոչ էլ երկրի ստեղ եք ասել, որտեղ որ ես ապրում եմ։ Մի պատմություն էլ պատմեմ ցեղասպանությունից։ Մենք սասունցի ենք, խութեցի ենք, ես լսած կլնեք երևի, մեր են լավ կինո, ծորի միրոյի մեջ ասում խութեցու հարց, խութեցի եմ ես։ Պապերս կրվել են Անդրանիկի բանակից, բանի դեմ, թուրքերի դեմ, 14-15 թվերին։ Պապս անձամբ, պապս կրվել է, մասնակցել է։ Տատուս իրա մորը, իրա հորողբոր տղեկին ասել է, հավաքեք, դուրս եկեք, կոդորվենք մենք բոլորս տեղ։ Պապս եկե հասել է Արաքսի ափ, որ անցնի Լեննագան, 12 տարեկան հորողբոր երեխեք ունեցել եմ։ Թուրքը տրեք ետին, ես էդի տեսել եմ։ Այդ 12 տարեկաները խոք գլուխը այս կաշին կդրած վեր քսեց գլուխը դնում է որ կդրի այն կողմից թուրք ինչ են ասում իրանց կոմանդերներից արա ասում է այդ շուջուխի գլուխը մի կդրա ինչ ես կդրել այդ երեխոքը նոր բաց են թողան տատս իրա գլխի շորը հանեմ կապեմ այդ երեխոքս 78 թվին մահացավ ես մինչև հիմա հիշում եմ այդ մեր հորողբոր տղու կոկորտի այս կաշինը դες սպին մնացած գալի հասնում են Լեննագան ցավը տանեմ 15 հատ երեխեքի հետ հասնում են Լեննագան պարավ կնի գալն ով է խոստանում ով է խոստ բերեմ ասում են այս տղու այս պարավի երեխեքը կռվում են բանի դեմ Անդրանիկի բանակից կռվում են Թուրքիայի դեմ այն ժամանակ որ մեկ-մեկ են մեր լավ դերասանով էր մահացավ բանի ժամանակ ինչ են ասում դադի ժամանակ մահացավ Արմեն Գրիգորյանը հա չեմ ուզում ասեմ տատուս ասում են էսի կռվում է Լեննագանցիկ ասում են կռվում է բանի բանակի դեմ Թուրքիայի բանակի դեմ տատուս տանում են ջաջուրի ծորում գնդակահարում են այդ խեղճ երեխեքը մնում են անտերու դուրս իրականություն եմ ասում մարդիկ ճշմարտություն ասում են էսի Քոչարյանական է էսի Սերժական է էսի արա հերիք եղավ ոլ եղավ ինչ եք ուզում կներեք երեխեք ջան ես հոգով սրդով մեր երկրի հետ եմ